Պանոհանյան այսօր արարած ցեմենտում քննչական գործողություն, մասնավորապես խոզարկություն այդ տեղի ունենում, կարծես րոպե առաջ ավարտվեց այդ գործողությունը, ինչ առգրավեցին, ինչ էր կատարում ընդհանուր առմամբ ներսում։ Փաստացի որևէ քննչական գործողություն ուղղված խոզարկությանը, բովանդակային առումով խոզարկություն տեղի չի ունեցել, որոնողական, խնդրելու որևէ գործողություն տեղի չի ունեցել։ Փաստացի մենք ապարակնքվել է ընկերության վարչական մասնաշենքի աշխատասենյակի դռները, որը ապօրինի էր, քանի որ որոշման նման ուրեմն որոշում դատարանը չի կայացել, ավելին մերժել է այդ մասով եւ որոշման մեջ հստակ նշված է, որ մերժվել է այդ աշխատասենյակների խոզարկությունը հարակից տարածքի։ Այնինչ ամեն ինչ ապօրինի կապարակնքվել է, գործողությունը ամբողջությամբ իրականացվել է ապօրինի, դրա վերաբերյալ մենք դիրքորոշում հայտնել ենք, տեսաձայնագրվել է, վարույթով ուրեմն դա արձանագրվել է մեր դիրքորոշումը կապված նրա այդ ինչը որ քիչ առաջ դες ասեցի, այսքան կարող եմ ասել, որ ամբողջությամբ ապօրինի է իրականացվել, որևէ հիմնավորում, պատճառաբանություն չի եղել եւ այն հիմքը, որ ներկայացվել է դատարանի որոշումը, նման գործողություններ նախատեսած չի եղել։ Նախատեսված է եղել ուրեմն խոզարկություն գործողություն, բայց ոչ աշխատասենյակներում, խոզարկություն գործողություն փաստացի որոնողական որևէ աշխատանք չի իրականացվել, բովանդակային առումով խոզարկությունը չի իրականացվել։ Ասացի, մենակ ինչ է եղել, այս քանի ժամվա ընթացքում մենք ապարակնքվել է դռները այդքան։ Այսինքն որևէ բան իրենց հետ չեն առգրավել, չեն տարել պանոհանյան, ոչ ման չեն արել, ապօրինի կերպով փակել են, գործանի դռները փակել են, աշխատակիցներին հանել են, արտադրամասերը փակել են, բոլոր աշխատակիցներին հանել են դուրս, ներս չեն թողում, մասնավոր տարածքը այլ անձինք մտել են մասնավոր տարածք առանց հիմնավորումների, իսկ սեփականատիրոջ կողմից լիազորված անձինք աշխատակիցներում աշխատանքի վայրն է պետք է ներկան, իրանց հետ չեն թողում ներս։ Պատկերացեք արտադրամաս աշխատանքի ընթացքում այդ վառարանները վառվելիս աշխատակիցներին հանել են, հաջորդ հերթափոխը չի կարողացել ներս մտնել, այդ վառարանները հայտնվել են վթարային իրավիճակում։ Պանոհանյան փաստացի վաղը աշխատակիցներ չեն կարող գալ եւ իրենց պարտականությունները։ Ես ճիշտ ասած չեմ կարող գործողությունների մեկնաբանը վարույթ իրականացնող բարմիթ է սա ինչքան այս պահին չեն կարող, դա կարամ փաստեմ, այսինքն ոչ թե չեն կարող, օրենքով չեն կարող, դատարանի արգելք կա եւ այլն, այդպես բան չկա։ Բայց փաստացի չեն թողում, հիմա այս բանը չեն։ Լավ, պանոհանյան, խնդրեմ ասեք, էլի որ քրեական վարույթ, ինչ քրեական վարույթի շրջանակում է տեղի ունեցել խոզարկությունը։ Ընդհանրապես առած ցեմենտի հետ կապ չունեցող այդքան։ Տեղեկություններ կան, որ շուտ խարդախության վերաբերյալ քրեական վարույթի Ես սրանից ավելի իհարկե տեղեկությունների չեմ տիրապետում եւ երևի թե որ տիրապետել չէի կարող ասել, հա։ Ասեմ, որ այն ինչը որ փաստացի կատարվել է խոզարկության ընթացքում, դա ինչ որ ասի դա։